Նախարար շնորհակալություն զեկույցի համար եւ նախարարության եւ ոստիկանության տարբեր բաժանմունքներ փրկարար ծառայության այո բազմաթիվ լավ աշխատանքներ են կատարել, որի համար ձեզ շնորհակալություն ենք հայտնում նախարարության ամբողջովին, քանի որ հաշվետվության մասին է խոսքը, մենք մեր խնդիրների մասին հիմա պետք է բարձրաձայնենք եւ դրանցից մեկը ձեր զեկույցում ես լսեցի դրա մասին, բայց հանրային տպավորություն կա, որ հատկապես մանր գողությունների տարածում կա եւ կարծես դրա դեմ պայքարը շոր մեթոդական սխալ ունի, տպավորությունն այդպեսին կարող է դա մասնագիտական չի հետեւաբար, որովհետեւ շատերը բողոքվել, որ այս հայլիները տարան, այս տարան, այն տարան, այն տարան, բայց ոչ մի անգամ չենք լսում, որ գտան, բերեցին գտան, բերեցին, հանձնեցին, միգուցե կան նման դեպքեր, բայց հանրությանը հայտնի չի, եւ հանրության մոտ կա տպավորություն, այս վերջում ասենք, ես հարևանն եմ, ասում բան վարեցան, կարող ինչ-որ մարդկանց հետ համագործակցում են նախաբանի ոստիկանության մեջ, որ չեն կարողանում բացահայտել, պարզ հանրային խոսակցություն է, իհարկե, որևէ մեկը չի պնդում դրա մասին, բայց քանի որ այդ բացահայտումները շատ դժվար են եւ քիչ են, նման տպավորություն ունեն։ Խնդրեմ այս մասին խոսել եւ մեր ամենամեծ ողբերգությունը այս խաղամոլության դեմ մենք որևէ գործողություն ի վիճակի ենք, շատ բարդ է դա, գիտեմ, ինքը շատ խորքային խնդիրներ կան, բայց ամեն դեպքում նախարարության որոշակի քայլեր, հատկապես եսի նկատի ունեմ դպրոցներում դրա հետ բացատրական աշխատանք, այս ուղղությամբ, որովհետև իսկապես հասարակություն կարծես այդ ողբերգության ցնցումների մեջ հաճախակի չեն կարողանում, հատկապես երիտասարդներին կարողանանք հեռու պահել այս ախտից։ Սրա մասին կխնդրեի ձեր կարծիքը ասեք։ Շնորհակալություն պարոն Բագրատյան կարևոր հարցադրումների համար, իրականում ես էլ խոսքս կառուցեցի այն տրամաբանությամբ, որ թե դրականը ներկայացվի եւ թե նաեւ մտահոգիչ կոմպոնենտները, որովհետեւ իրականում խնդիրներ ունենք եւ պիտի լուծենք այդ խնդիրները։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին, տեսեք, ես նաև խոսքի սկզբում էլ ներկայացրեցի, որ երբ որ մենք նկատում ենք որոշակի ամսվա կտրվածքով դեպքերի հաճախականություն, այսինքն պայմանականորեն հոկտեմբեր ամսվա կտրվածքով, եթե յուրաքանչյուր օր կամ յուրաքանչյուր շաբաթ տեղի ունենում նմանատիպ դեպք, մեզ մոտ հանրային տիրույթում սկսում է անընդհատ խոսվել, անընդհատ քննարկել այդ հարցը եւ իներցիայով մենք այն ընկալումն ենք ձևավորում, որ այ Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները էական աճ ունեն, յուրաքանչյուրի տրանսպորտային միջոցից կատարվում է գողություն, Տիկին Խամոյանի մասով եւս համապատասխան հրապարակում կար, Տիկին Խամոյանը նշեց, որ ինքը չի վստահում ոստիկանությանը, չնայած որ մենք հայտնաբերեցինք առանց դիմումի եւ հանցագործությունը բացահայտվեց, սիրելի գործընկերներ, ուզում եմ ասել, որ հիմնականում, երբ որ անընդհատ նեգատիվ ֆոնով քննարկվում է թեման, պարոն Բագրատյան, տպավորություն է ձևավորում այդպիսի, բայց մենք պարբերաբար ոստիկանության կայքեջով տալիս ենք նաև բացահայտումներ։ Ուղղակի հասկանում եք, որ առաջնային էֆեկտով տրված ինֆորմացիան շատ ավելի լավ է քննարկվում, քան երբ որ կա դրա բացահայտումը։ Այստեղ իրականում խնդիր ունենք, որովհետև եթե տեսնենք բացահայտումների կտորը, կնկատենք, որ մենք մեթոդաբանական փոփոխություն ենք արել եւ ինչպես բնակարանային գողությունների դեպքում հիմա շեշտը դրել ենք խմբերի բացահայտմանը, որովհետև տեսնում ենք, որ կա պրոֆեսիոնալ խումբ, որը ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում, Արմավիրում իրականացնում են այս գողության դեպքերը եւ մի խմբի բացահայտումը թույլ է տալիս մեզ հետագայում համանման այլ դեպքերը նախ կրճատել եւ երկրորդ արդեն իսկ իրականացված դեպքերի մասով բացահայտման տոկոս ապահովել։ Այս պայծրության բացահայտման ցուցանիշը շուրջ 30% է կազմում տրանսպորտային միջոցներից կատարված գողության, որը ես գնահատում եմ դեռևս ոչ բավարար, այս մասով ունենք աշխատանք տանելու, բայց 16 խումբ բացահայտված եւ նաեւ շորթում կատարող 4 խմբի բացահայտումը այս մասով կարծում եմ պատկերում էական փոփոխություն կբերի։ Շնորհակալություն Տիկին նախարարի, տպավորություն կա, աշխարհում էլ այդ խնդրեմը կա, հատկապես Միացյալ Նահանգներում, որ նման գողությունները գալիս փոխկապակցվում են ինշուրանս ընկերություններից գումար ստանալու, քաշելու խնդրի հետ։ Ուզում ասեմ, որ այդ երևույթները նաև տեղափոխվել է Հայաստան։ Ես պատական չասեցի, որ միայն հայլիները չի, որ տանում են։ Հիմա սկսել են արդեն ամբողջական մեքենաների մասերը տանել, ընդ որում նոր։ Եվ շատ հնարավոր է, որ կասկո արած, անձնավորությունը մտնի այդպիսի խնդիրների մեջ խարդախության եւ խարդախության երևույթների մասին իհարկե մենք անդրադարձ կունենանք, գուցե գտնենք օրենսդրական նաեւ լուծումներ ավելի խստացնելու այդ երևույթները, որտեղ
խարդախությունը դարձել է բիզնեսի միշտ եղել է, բայց հիմա ավելի այնպես զարգացում է ստացել։ Այս մասերը խնդրում եմ հաշվի առեք, Ալխազ Ղազարյան խնդրեմ։ Խաղամոլության մասով ճիշտ է ուղիղ նախարարության ֆունկցիոնալի մեջ գործառույթ չկա, պարոն Բագրատյան, բայց ես նշեմ, որ վնասակար սովորություններից անչափահասներին հատկապես հետ պահելու թեման մեր դիտանկյունում է եւ հանցավորության կանխարգելման ռազմավարությունը, որը որ կբերենք, կտեսնեք, որ այնտեղ իրականում ամփոփ հայացք ունենք թեմային, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք հանցավորության կանխարգելման մասին, առաջին տեղում միայն հիշատակել իրավապահ համակարգին, սա արդեն ոչ ճիշտ մեկնարկետ է։ Որտեղ մենք ունենք առողջապահական կառույցներ, միասնական սոցիալական ծառայության կառույցները, կրթական հաստատություններ, այո, ամբողջ իրավապահ համակարգը եւ մնացյալ բոլոր կառույցները, որոնք որ այս ամբողջ շղթայում դեր ունեն եւ մենք այսպիսի հայացք ենք ունենալու ռազմավարության մեջ։